Հաճախել մարզասրահ, վազել, քայլել, լողով զբաղվել, պիլատեսով զբաղվել, յոգայով զբաղվել։ Որն է հատկապես ճիշտ մեզ համար։ Սերգեյ, օգնիր հասկանալ, թե մեզ համար ոնց հասկանանք, թե որն է մեզ ավելի հարմար, ինչով զբաղվենք։ Հարցը յոգա, պիլատես, ուժային մարզումներ, կարդիո մարզումներ, ինչով բան բաց թողեցի։ Ընդհանրապես լող միգուցե, ասենք ֆիթնես ինդուստրիայում որ մի մարզման տեսակ ընտրել, որ ճիշտ լինի։ Իրականում բոլոր մարզման տեսակները ունեն իրենց տեղը։ Եվ լավ կլինի իրականում այդ ամենի համադրությունը ստանալ։ Բայց ոչ թե նույնանման, ասինքն եթե մենք անում ենք օրինակ դիմացկունության վարժություն, հա, չգիտեմ, վազում ենք կամ հեծանիվ ենք քշում, թե լողում ենք ցիկլիկ, այդ երեքից մեկը կարող ենք ընտրել։ Այսինքն sense բարձ ասեմ, հա, ուժային մարզումներ, կարդիո մարզումներ, stretching, որը նաև յոգան կարա sense լինի ընդհանուր, որովհետև յոգան նաև առանձնանում է ինքը, որովհետև ոչ միայն մարզման տեսակ է, այլ նաև ինքը sense հոգեկան առողջության եւ փիլիսոփայություն է։ Stretching-ը նաև կարող ենք յոգայի մեջ ընդգրկել, եթե յոգայով ենք զբաղվում, այլ առանձին յոգայով stretching-ով չզբաղվել կամ ընտրել պիլատես, որը էլի շատ հետաքրքիր համադրություն է, հիմա նոր ասենք պիլատեսների ծրագրեր, այդ ռեֆորմեր պիլատեսը էլ ավելի հետաքրքիր արդեն սարքերի միջոցով է։ Այսինքն ասածս ինչ է, մարզման տեսակները, հա, ասենք ճկունություն, ուժային, դիմացկունություն, կարդիո մարզում, այն ամբողջը պետք է համադրել եւ իդեալական մարզումը ֆիզիկական առողջության համար, ընդհանրապես առողջության համար նպատակահարմարը այդ ամենի համադրությունն է։ Դա ինչ որ ճիշտ համակցություն սովորական մարդու համար, որ սպորտսմեն չի, ուղղակի առողջությունը ուզում է պահպանել, որ այս համակցությունը ավելի նպատակահարմար կլինի։ Օրինակ, շաբաթը 3 օր զբաղվեմ ինչ որ ուժային մարզումներով, մի օր վազեմ, մի օր լողամ, թե ավելի լավ է 3 օր վազեմ, մի օր ուժային վարժություն անեմ, ոնց է ավելի ճիշտ կազմել։ Տարբեր ծրագրեր կան։ Կախված մարդկանց առօրյայի ծանրաբեռնվածությունից։ Եթե մենք չենք դիտարկում սպորտսմենին, այն մարդուն, ում գործունեությունը ամբողջ օրվա ուղղված է կոնկրետ ֆիզիկական արդյունքը բարելավմանը, պետք է նայենք նաև այդ մարդու առօրյայի ծանրաբեռնվածությանը եւ կազմենք ծրագիր այդ մարդու առօրյայի զբաղվածության համապատասխան։ Անկամ կարող ենք ուժային մարզումը, հատկացնենք ուժային մարզումը, այսինքն մկանային զանգվածի կառուցումը, հա, ասենց ասենք, կատարել շաբաթական 1 անգամ։ Ստեղ պետք է հասկանալ ուղղակի այդ բեռնվածությունը, այսինքն շաբաթվա բեռնվածությունը կատարում ենք 1 օրում, թե շաբաթվա բեռնվածությունը կատարում ենք 3 օրում։ Հիմա տեսեք, ես ճիշտ չեմ համարում մարզման օրերի բաժանել, որը որ ինչ որ դեպքում միգուցե էլի նպատակահարմար է։ Ես ավելի իմ կարծիքով ավելի պրոֆեսիոնալ մոտեցումը դա շաբաթվա բեռնվածություն ստանալն է եւ այդ բեռնվածությունը բաշխել ըստ օրերի։ Այսինքն եթե մենք ունենք այսքան մկանախումբ մարզելու, կարող ենք 1 օրում մարզել, տալ մյուս օրերը հանգիստ։ Կարող ենք բաժանել 5 օրվա, բայց այդ նույն բեռնվածությունն է լինելու։ Կարող ենք բաժանել 3 օրվան։ Իսկ ես ճիշտ հասկացա, դու նկատի ունեիր, որ օրինակ մի օր գնում են մենակ ոտք են մարզում, մի օր գնում են միայն քենդերի մկաններ են։ Կարող են գնալ full body մարզել, լավ ծանրաբեռնվածությունում, նույն ծանրաբեռնվածությունով, ստեղ շատ կարևոր է հասկանալ, որ եթե մարզել ես մի մկանախումբ, ցանկալի է, այնտեղ կան օրեր, բայց sense պարզ ասենք, ցանկալի է 1 շաբաթ տալ հանգիստ, թող վերականգնվի։ Այսինքն եթե մենք կրծքավանդակի մկանները մարզել ենք, ընդունված է եւ տենց աշխատում է ինքը։ Տալ 1 շաբաթից մարզենք, դա խոսքը չի գնում պրոֆեսիոնալ մարզիկների մասին, որոնք որ օրինակ ես շաբաթը 5 անգամ անում են կրծքավանդակի մկաններին ուղղված վարժություններ։ Ստեղ շատ կարևոր է հասկանալ ինչքանով ես դու կարողանում վերականգնվել։ Քանի որ մարզումը վերականգնվելու մասին է։ Մենք մարզվում ենք, որ ակտիվացնենք վերականգնման process-ները։ Եվ վերականգնվելուն համապատասխան պետք է կազմել մարզման ծրագիր։ Եթե դու կատարում ես, չգիտեմ, շատ ժամանակ մարդիկ մտածում են շատ մարզվեմ, լավ արդյունքի հասնեմ։ Շատ են մարզվում, քիչ են վերականգնվում։
արդյունքում ստանում են գերածախս, ծախսվում է շատ էներգիա, առաջանում է հոգնածություն, չի վերականգնվում մկանները, միշտ ինչ որ ծանրաբեռնվածություն է եւ չի վերականգնվում, չկա համապատասխան սնունդ, չկա համապատասխան հանգիստ։ Վերականգնվելու ժամանակա չէ, տեղի ունենում այդ փոփոխությունը մկանների։ Մեր մարզումով մենք ակտիվացնում ենք վերականգնման process-ը։ Վերականգնման process-ը ինչ է։ Մի process է, երբ օրգանիզմը վերականգնում է իր ռեսուրսները միջև այն ռեսուրսը, որը որ եղել է, եւ տևական ծանրաբեռնվածության ցիկլիկ, այսինքն տևական ծանրաբեռնվածության ժամանակ, երբ որ մենք տալիս ենք պարբերաբար տալիս ենք այդ ծանրաբեռնվածությունը, օրգանիզմը վերականգնում է եւ մի փոքր նաեւ ընտելացնում է այս ծանրաբեռնվածությանը, երբ որ մենք տալիս ենք չափավոր ծանրաբեռնվածություն եւ չափավոր ձևով բարձրացնում ենք ծանրաբեռնվածությունը։ Կա հստակ չափ, չի կարելի շատ ծանր անել։ Շատը դեռ չի նշանակում լավ, ծանրը դեռ չի նշանակում լավ։ Շատ ժամանակ մեր աշակերտները, հա, տենց չեմ, ես հաճախորդ բառը չեմ օգտագործում, իմ աշակերտները մարզվում են, իմ աշակերտները արդեն գիտեն, որ չի կարելի այդքան մարզվել, երբ որ չի լինում արդյունք, մարզվողները մարզվում են, արդյունք չի լինում, սկսում են էլ ավելի ծանր մարզվել, բայց ընդհանրապես պետք է լինում նվազեցնել մարզումները, իջացնում են մարզման քանակը, պանիկայի մեջ են ընկնում, ասում են, բայց էսա չի լինելու արդյունք, մարզման քանակը իջացնում ենք եւ տեսնում ենք արդյունքն ու տվյալ դեպքում օրինակ, չգիտեմ, ուժային արդյունք կամ մկանային զանգվածի ավելացում։ Ինչով է դա պայմանավորված։ Ծանրաբեռնել ենք մկանը, չենք տվել համապատասխան սնունդ եւ հանգիստ, որ վերականգնվի։ 100-ի կոպիտ ասած միավորներով չափենք, 100 միավորի ծանրաբեռնել ենք, 80-ի վերականգնել ենք։ Ինքը 20 պարտք է մնացել։ Նորից այդ կուտակվում է, բայց երբ որ մենք 80-ի ենք ծանրաբեռնում, 80-ի էլ վերականգնում ենք, այդ 80-ը արդեն 100 է դառնում եւ վերականգնելն է։ Այսինքն, ինչ է իմ ասածը։ Մարզումը պետք է լինի վերականգնվելուն համապատասխան։ Միշտ այդ արտահայտությունն եմ օրինակ բերում, այդ ոտդ յորղանիդ գյորա մեկնի։ Այսինքն այն ծանրաբեռնվածությունը պետք է տաս, որը քո օրգանիզմը կկարողանա վերականգնել։ Ոնց հասկանանք այդ ծանրաբեռնվածությունը մեր համար որն է, որովհետև օրինակ առաջ իմ մոտ ասենց է զգացողությունը, որ ես մարզումս լավ անցել են դեպքում, երբ որ ես ասենց շատ հոգնած եմ արդեն, շորերը ջուր են ամբողջությամբ, շունչս կտրվում է, այս դեպքում ասում եմ, «Всё լավ, պարապել եմ, տանջել եմ ինձ», բայց երևի միգուցե շատ է կամ կարող է եւ քիչ է, ոնց հասկանանք, որ Ես հենց դրա մասին եմ խոսում, շատը դա չի նշանակում լավ, երբ որ դու տանջվել ես, դա չի նշանակում, որ դու նպատակային գործողություն ես արել։ Էդ էլ է մարդկանց մոտ թյուրն բռնում, գիտես, երբ որ մարդիկ ուղակի տանջվում են, ասում է, պատկերացրեք, դու ուզում ես գնաս, չգիտեմ, պրոսպեկտից մասիվ։ Բայց դու իջնում ես դեպի հակառակ կողմ, իջնում ես դեպի երրորդ մաս, ուզում ես շուտ հասնես մասիվ, վազում ես, բայց ասում ես, այդքան վազելով գնացել եմ, հոգնել եմ, էլ ուժ չունեմ, էլ չեմ կարողանում անեմ, բայց չեմ հասել մասիվ։ Լսի, դու հակառակ կողմ ես վազում, տանջվել ես, հոգնել ես, սաղ ճիշտ է, բայց դու կարայիր հիմա մանգալով բարձրանայիր, պետք չէր վազել։ Մանգալով բարձրանայիր, կհասնեիր։ Եվ այստեղ առաջանում է հոգեբանական ստրես, ասենք, հա։ Եվ այդ հոգեբանական ստրեսը արտացոլվում է ամբողջ կյանքի վրա, այսինքն, եթե չի ստացվել այստեղ, ուրեմն ուրիշ տեղ էլ չի ստացվել, այս մինիմալ բանը, չգիտեմ, 3 կիլո ճարպ էի ուզում իջնել, չստացվեց ինձ մոտ, բայց ես տանջվեցի, ուրեմն ոչ էլ կկարողանամ, չգիտեմ, իմ դիպլոմային աշխատանքս գրեմ, ոչ էլ կկարողանամ ինստիտուտ ընդունվեմ, ոչ էլ ինձ այս աշխատանքի տեղը կընդունեն, այն մյուսը տես կարողացել է անի, ես չեմ կարողացել, ինքնագնահատականն է իջնում։ Ուզում ասեմ, այս սպորտը շատ եւ ֆիզիկական կուլտուրան շատ ուղիղ կապ ունի քո հոգեկան աշխարհի հետ։ Մի քանի օր առաջ ես էլ ինձ բռնեցի այդ մտքի վրա, որ
Առաջ մտածում էի շատ մաթեմատիկա է այս ամեն ինչը, այսքան կհաշվեմ կուտեմ, այսքան ժամացույցի միջոցով ես տեսնում եմ նաև ինչքան կալորիա եմ օրվա մեջ ծախսել, միգուցե մի քիչ ճիշտ, մի քիչ սխալ, բայց ամեն դեպքում ինչ որ բան տեսնում եմ ու այսքան հա կուտեմ, այսքան կծախսեմ, всё շատ լավ է, իդեալական է ամեն ինչ, բայց հետո մի պահ տեսա, որ դա չի աշխատում ինչ որ, մի քիչ ավելի խորացա, հասկացա, որ ես էլ նորմալ չեմ քնում, չեմ վերականգնվում, ստրեսը կյանքիս ավելացել է, ստրեսի լեվելը մի դեպ տեսնում, ավելացել է, չեմ ոչ մի բան չեմ հասցնում, քո ասածի պես իմ դիպլոմային մի քիչ այլ աշխատանքներ են, դա էլ նորմալ չեմ կարողանում, հա, դա էլ նորմալ չեմ կարողանում կատարել ու երևի ինչ որ մի կիլոգրամ ավելացել էի, որը հեսա տևական ժամանակ այս ուզում եմ կորցնել, չի ստացվում, չեմ կարողանում։ Սպորտը մաթեմատիկա է, իրականում, բայց ոչ միայն մաթեմատիկա է, որովհետև այստեղ կա հոգեբանություն եւ իրականում անverջ կարելի է սպորտի հոգեբանության մեջ խորանալ, դա առանձին մասնագիտություն է, բայց հանգիստն էլ է մաթեմատիկա։ Երբ որ մենք նայում ենք սպորտի մաթեմատիկան, մենք պետք է հաշվի առնենք հանգստի մաթեմատիկան եւ սննդի մաթեմատիկան, որ այդ ամեն ինչը բերենք նորմայի։ Հա, առանց հանգստի երևի, չգիտեմ, կշիռներով որ բաժանենք, ինձ մոտ շատ մեծ կշիռ կունենա հանգստի պահը։ Հանգիստը շատ կարևոր է, երբ որ դու հասկանում ես, որ քո ուզած արդյունքը հանգստի ժամանակ է լինում, դու սկսում ես հանգստին ավելի շատ տեղ տալ։ Բայց հիմա որ մենք ռանդոմ հարցնենք դրսում, վայ որ մարզվես, լավ, երբ ենք ասում լավ պիտի մարզվես, բայց ոչ մեկ չի ասի լավ պետքա սնվես։ Միգուցե հիմա տոկոսը մի քիչ ավելի բարձրացած կլինի այդ մարդկանց, այդ տոկոսը որ ասում ենք, ասենք միգուցե 0.5%-ից հասել է 1.3, չգիտեմ, բայց դեռ շատ տեղ կա։ Շատ տեղ կա կրթելու եւ իրականում ես կուզեմ, որ այս կրթությունը, այդ ֆիզիկական կուլտուրան կան դասերը, թե դպրոցում, թե համալսարաններում, ես էլ համալսարանում, որ դասավանդել եմ, մի իրական շատ լավ ամբիոն ենք ունեցել եւ բոլորս այդպես մեծ մասը եւ երիտասարդ դասախոսներին մոտիվացիայով եւ տարեց դասախոսներն էլ են մոտիվացիայով sense մեզ հետ միասին, նաեւ փորձում ենք տեսական մասը տանք ֆիզկուլտուրայի, որովհետեւ մարդկանց մոտ նաեւ էլի թյուրըմբռնում կա, որ ֆիզկուլտուրան ինչ է, երկու հատ մի հատ գնդակ ես տշում, մի հատ երկու հատ ձեռքերը раз два ես անում, հենց այդ ձևով ու էդ է էլի, բայց ֆիզկուլտուրան եւ այդ ֆիզկուլտուրան առողջ ապրելակերպը դա անverջ sense մի հատ առարկա է, որի գոնե հիմնական բազային դրույթները պետքա երեխաներին ծնողներին պետքա սովորեցնել։ Այն ծնողներին, որոնք պատրաստվում են օրինակ երեխա ունենալ, իրենք պետք է իմանան ոնց է, ինչ որ սկզբի ժամանակում երեխային հետևում են, չէ, ինչ պետքա, ոնց պետքա սնվի, ասենք ծնվում է նորածին երեխուն, էս ենք տալիս, ինչ որ տարիքից, երբ որ առաջին կոնֆետը սկսում է ուտել, արդեն էս էլ կեր ու սկսում ենք արդեն սովորական մարդու ռացիոնով, ասենք ոչ թե ճիշտ ռացիոնով, այլ ոչ մի բան չենք հաշվում։ Ով է այսքան վաղ կալորիա հաշվել երեխային որ տա։ Բայց դա բազա է, դա հիմք է։ Ինչքան ճարպ տաս, ինչքան շաքար կարելի է։ Միգուցե ասենք այդ երեխայի մոտ ինչ որ խնդիր կարա լինի, այդքան շաքար որ տալիս են, կարա շաքարային դիաբետ առաջանա, դա խնդիր է։ Մենք չենք տալիս, չէ՞ էլ եմ ասում, մենք ծխախոտ չենք տալիս, չէ՞ երեխային փոքր վաղտվանից։ Ես այնքան համոզված եմ իրականում, որ այդ սովորացնելու լավագույն ձևը ինքը տանելն է, երեխաների դեպքում ինձ թվում է շատ լավ աշխատում, որտեվ իրեն ինչքան ասես, էս մի կեր, եթե դու կողքը նստես ու ուտես, հաստատ ինքն էլ է ուտելու, ու այդ նույն ձև, եթե հենց ամենասկզբից իր մոտ սովորություն լինի, ինքը տեսնի, որ իր ծնողը էս չի անում, անկախ իրենից ուզելու է նմանվի ու անելու այն, դրա համար երևի ավելի շատ շեշտը պետք է դնել ծնողների վրա։ Ես միևնույնն է համաձայն եմ այն մտքի հետ, որ երեխան նաև ընտանիքի արտացոլումն է, լինում են առանձին դեպքեր, որտեղ որ երեխաները առանձնանում են, իհարկե լինում են, բայց հիմնականում անձնական օրինակով պետք է ընտանիքում այնպես անես, որ երեխան մեծանա, եթե ուզում ես, որ երեխան մեծանա առողջ, եթե ուզում ես, որ սնվի առողջ կամ ունենա ինչ-որ առողջ վարքագիծ, առաջինը դու պետք է այդ վարքագիծը ցուցաբերես տանը եւ ակնկալես դա երեխայից։ Երբ որ անցած ոդքասթի ժամանակ էլ ասում, երբ որ տանը, չգիտեմ, հայրը հարբեցողությամբ զբաղվում կամ ինչ որ մի, չգիտեմ, այտենց
մոլուցքներ կամ խաղամոլությամբ տարված կամ չգիտեմ ծխում է եւ երեխային այդ ամենը ասում են որ սա չի կարելի, սա չի կարելի, սա չանես, սա շատ դժվար է ծխելով ասում է մի ծխի, խմելով ասում է մի խմի, խաղալով էլ ասում է չխաղաս հանկարծ դա ինձ թվում է չի աշխատում այդ անձնական օրինակով Բայց ամեն դեպքում վերադառնալով հիմնական ուժային թե կարդիո մարզումներին, այսպես որ ասում ենք լավ մարզվել, չգիտեմ, օրինակ կան մարդիկ, ովքեր այս բանի ժամանակ չունեն, հնարավորություն չունեն մարզասրահ այցելելու, պարտադիր է միշտ մարզասրահ այցելել այդ լավ մարզվելու համար կամ առհասարակ այդ լավ մարզվելը որն է։ Տես, մարզասրահ այցելելը պարտադիր չի։ Կան վարժությունների համալիրներ, որոնք կարող են կատարել տանը։ Թեկուզ ուժային մարզման համալիրներ, կքանիստներ, հենում պարկած վարժություն շատ բազմաթիվ։ Մի ասով միջանկյալ հարց տամ։ Այդ կքանիստները, հենում պարկած վարժությունները, որ անում ենք առանց որևէ ավելորդ քաշ մեր վրա ունենալու օգուտ տալիս են։ Օգուտ տալիս են ինչ որ ժամանակ։ Եվ հետո էլ են օգուտ տալիս, բայց այստեղ մենք երբ որ ինչ որ մի կետում արդեն կարողանում ենք կատարել շատ կրկնողություններ, մեզ մոտ ուժային որակը ավելի թույլ է սկսում զարգանալ եւ ավելի գերակշռում է այստեղ դիմացկունությունը։ Այսինքն ինքը էֆեկտիվ է լինելու, դիմացկունություն է զարգանալու, նաեւ որոշ տեսակի որպես կարդիո մարզում է դա դիտարկվելու, բայց ավելի նպատակահարմար կլինի ծանրաբեռնվածությունը ավելացնել, բայց եթե մենք առանց որևէ քաշ ենք անում, ստացվում ֆունկցիոնալ մարզում ենք անում, կարող ենք ինչ որ ձևով ծանրացնել, կարող ենք ստատիկ ձևով օրինակ ծանրացնել, եթե մենք անում ենք կքանիստ եւ կարող ենք տևական ժամանակ անել կքանիստը, մենք կարող ենք օրինակ ստատիկ ծանրաբեռնվածություն անել, կքանստել, ստոպ տալ, կամ նույն հենում պարկածիչնել, ինչ որ մի կետում ստոպ տալ եւ պահել, կամ կրճատել հանգիստը մոտեցումների միջև, դա էլ է ծանրաբեռնվածությունը ավելացնել ինչ որ մի տեսակ, կամ արդեն տան միջոցները օգտագործել, կամ երեխային օգտագործել, կամ ամուսնուն օգտագործել, կամ կնոջը ուսերին դրած կարող եք արդեն երբ որ այդքան եք ուժեղացել սկզբից կարող եք փոքր երեխայի հետ, հետո ավելի ավագ երեխայի հետ, հետո կնոջ հետ, հետո ամբողջ ընտանիքի անդամներին, եթե այդքան ուժեղացել եք եւ մարզասրահ չեք ուզում հաճախել։ Դա ուժային մարզման մասով։ Բայց եւ նաեւ ունեն կարդիո մարզում, կա ուժային մարզում, կա կարդիո մարզում, կարդիո մարզումը կարող եք անել դուրսը, վազքը պարտադիր չի եւ վազքը ցանկալի է դրսում անեք, օրինակ լավ եղանակին, ավելի թթվածնով հարուստ վայրերում, որտեղ ծառերը ավելի շատ են, որովհետեւ մարզասրահում այո, չեղած պայմաններում վազքուղու վրա ավելի հեշտ է վազելը, հայ դարոշկայի վրա մարզասրահում, բայց իդեալական տարբերակը իհարկե մաքուր օդում զբոսանք, արագ զբոսանք, հայ ջոգինգը կամ վազք, նու իրականում վազքը շատ խորհուրդ չի տրվում, ավելի արագ քայլքով զբոսանքն է խորհուրդ տրվում, որովհետև տևական վազքը նաև ծնկների հետ, ողնաշարի հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար կարող է ավելի խորացնի խնդիրը, իսկ այն ճարպակալման պես մեզ մոտ համատարած հասարակության մեջ այդ խնդիրը կա եւ ծնկների եւ ողնաշարի, հիմնականում ողնաշարի։ Իսկ դե սթրեչինգը ձգումները տան պայմաններում հանգիստ կարող եք կատարել, ոչ մի խնդիր չկա, բացարձակ պարտադիր չի մարզասրահ այցելեք, հա, ստեղ ձեր մոտ մարզասրահը մի քիչ ավելի ոնց որ մարզագույքի մասով էր, բայց մարզագույքը կարող եք նաև այդ սպորտային խանութներից կամ on-line պատվիրեք, ժապավեններ պատվիրեք, օրինակ այս ռետինե ժապավեններով ամբողջությամբ ձեր ծանրաբեռնվածությունը կարող եք կարգավորել, մի հատ սեթ է, եսի ինչ բան չի էլի Իրանից ներկայացնում, ինչ որ թանկ բան չի, կարող եք պատվիրել եւ ամբողջությամբ փոխարինել մարզասրահ, իհարկե եթե չեք պլանավորում ինչ-որ սպորտային բարձր արդյունքների հասնելու, այլ ուզում եք ուղղակի լավ մարզավիճակում լինեք։ Այստեղ շատ կուզեմ մի հատ էլ ես լրացում անել իմ փորձից, որը կարծում եմ շատ կարևոր է, մարզագույքի տեսանկյունից շատ կարևոր են նաև մեր շորերը եւ այն ինչով որ զբաղվելու ենք, համապատասխանի այն սպորտաձևին, որով զբաղվում ենք։ Օրինակ, հենց վազքից խոսեցիր, վազքից ասեմ, շատ կարևոր է ունենալ վազքի համար նախատեսված բոթասներ, եթե նախատեսում ենք վազել, որովհետեւ
եթե չենք վազում վազքի համար նախատեսված բոթասներով, այստեղ վնասված կստանալու հավանականությունը շատ մեծ է ու միգուցե մենք մտածում ենք շատ լավ բան ենք անում, առավոտները դուրս ենք գալիս, վազում ենք, ինչ որ արդեն ավելի շատ կիլոմետրեր ենք կարողանում վազել, բայց այստեղ արդյունքում կարող է մի օր այնպես վնասված կստանանք, որ այն դրական օգուտները, որ մենք ստացել ենք այս վազքի արդյունքում, չնչին լինեն իրականում մեր ստացած վնասվածքի դիմաց։ Նույնը վերաբերվում է ուժային մարզումներին, որոնք ունեն իրենց համար նախատեսված շորերը, բոթասները, ու ես մարզասրահներում էլ շատ հաճախ նկատում եմ, որ դարոշկայի վրա մարդիկ վազում են ընդհանրապես վազքի համար չնախատեսված բոթասներով, ուժային մարզումներ անում են վազքի համար նախատեսված բոթասներով, սենց ամեն ինչ որ խառնվում է, բայց ես ուզում եմ նշեմ այս դրա կարևորությունը, որ շատ ճիշտ է պահպանել ու ընտրել այն շորերը, այն հագուստը, որը նախատեսված է հենց այդ սպորտաձևի համար։ Իրականում սպորտային կոշիկները շատ կարևոր են կեցվածքի համար եւ կեցվածք, այսինքն ներքևից հենց սկսվում է։ Ոնց է, շատ ժամանակ ավելի շուտ ողնաշարային խնդիրներ ունենում են այն մարդիկ, ովքեր որ հարթաթաթ են ծնկի հետ են խնդիր ունենում։ Եվ պատկերացրեք, ստե խնդիրը ինչն է, երբ որ մարդը հարթաթաթ է, այս ամորտիզացիան, որը անատոմիական իր դիրքը հենց տենց էլ նախատեսված է, այս ամորտիզացիան բացակայում է։ Եվ այս ամորտիզացիայի բացակայելու դեպքում ողնաշարը ամեն քայլելու կամ վազելու այս հարվածի դեպքում անգամ ճիշտ ոտքը դնելու դեպքում ողնաշարի վրա, ողերի վրա անգնում է շատ ահռելի ուրիշ ձևով ծանրաբեռնվածություն, որովհետև այստեղ մեզ մոտ բնությունով նախատեսված է ամորտիզացիա, եւ այդ ամորտիզացիան չկա, եւ այդ ամորտիզացիան կոմպենսացվում է ողերի միջողային սկավառակների այդ հաշվին։ Այսինքն դու հարվածում ես, էներգիան, այդ ուժը փոխանցվում է դեպի ողնաշար եւ միջողային սկավառակների հաշվին կասեցվում է։ Մինչդեռ պետք է այս ներքևում կասեցվեր եւ դրա ծանրաբեռնվածության ընդամենը չնչին տոկոսը հասներ ողնաշարին։ Սա հարթաթաթության մասին էր խոսքը, բայց եթե մարդը հագել է սխալ կոշիկ, սպորտային, վազում է եւ ոտքը սխալ է դնում, իրականում իդեալական տարբերակը դա ոտքը ճիշտ դնելն է։ Երբ որ հարթաթաթ չես, ոտքը ճիշտ դնում ես, բայց դա շատ դժվար է սովորեցնելը եւ այդտեղ սովորեցնում են դա պրոֆեսիոնալ հենց մարզիչի հետ պետք է աշխատի։ Հիմա եթե մարդը չունի այդ հնարավորությունը դուրս է եկել վազելու, շատ ճիշտ է ընտրել վազքային կոշիկ, սպորտային կոշիկ, որ այդ ամորտիզացիան վերցնի իր վրա, որովհետև այդ քո ասած տարբերակով դուրս են գալու սխալ վազքային կոշիկով եւ ստանալու են առաջանալու այդ խնդիրները, որ իրենց թվում է թե իրենք լավ բան են անում, բայց իրենից բխող մնացած ծնկների խնդիր, ողնաշարի խնդիր։ Իրականում ես խորհուրդ եմ տալիս բոլոր մարզվողներին մարզումից առաջ իրոք խորհրդակցեք պրոֆեսիոնալ մասնագետի հետ, մարզիչի հետ, մարզիչը կլինի կինեզոթերապևտը, կլինի բժիշկը, որը իրոք հասկանում է այդ ոլորտում, այդ ֆիզիկական կուլտուրայի ոլորտում։ Շատ կարևոր է։ Անկամ ես 20 տարվա փորձ, մարզչական փորձ ունեցող մարզիչ եմ եւ ես հասկանում եմ, որ այն սկզբի տարիները շատ ժամանակ մենք էլ ենք այդպես մոլորության մեջ եւ սխալ բաներ էինք անում։ Եվ ես պատկերացնում եմ հիմա մարդիկ այս այն ինֆորմացիայի ծավալի մեջ, որ իրենք ստանում են, ճիշտ սխալ ոնց ֆիլտրեն։ Մենք լսում ենք, ասում ենք, չէ, սխալ ասում ես, ճիշտ է ասում։ Մեզ թվում է դա շատ պարզ է, դա ակնհայտ է։ Բայց դա մենք գիտենք, որ դրա համար է մեզ թվում ճիշտն ու սխալը տարբերում ենք իրարից, բայց մարդ որ ճիշտն ու սխալը չի տարբերում իրարից, եւ առհասարակ կյանքում տենց է։ Վերջերս ես Instagram-ում տեսա, երկու մարզիչ էին, անունները հիմա չնշեմ, երկուսն էլ շատ հետևորդներ ունեցող, մեկը խոսում էր, թե ինչքան վատ բան է վազելը, որ անցած ոտքը դնում են գետնին, հակադարձ ինչ որ ուժ ենք ստանում, ու այդ ուժը մեզ վնասում է, ու խոսում էր, որ ահա որ վատ բան է վազելը։ Մյուսն էլ քննադատում էր այս մեկին, մյուսի հետ ես իհարկե ավելի համաձայն էի, որովհետև վատ բան կարող է լինել ինչ որ սպეციფიկ դեպքերում, եթե մարդու ունի խնդիրներ եւ այլն, բայց ինքը առհասարակ էր խոսում, թե ինչ վատ բան է վազելը։ Մյուսն էլ հակադարձում էր ու ահագին իրականում խնդալու կոմենտներ կային, մեկն ասում էր բոքսը շատ վատ բան է, երբ որ խփում ենք օրինակ, թևին հակադարձ ուժ է գալիս, զուտ հեգնում էր մյուսի ասածը, բայց ամեն դեպքում միտքս այն է, որ
չի վերահսկվում այս դաշտը ընդհանրապես ու ամեն մեկը կարող է նկարել ինչ-որ հոլովակ, այս հոլովակը ինչ-որ շատ տարածվի, մարդիկ ու կոմենտներով բոլորը գրում էին, էլի ապրես ինչ ճիշտ բան ես ասում, ասես տարածվել էր ու իրոք մարդկանց մոտ կարա տպավորություն լինի, որ վազելը ահավորված բան է, երբեք օրինակ չվազեն։ Մյուս կողմից այն մյուսի ասածին կարող է մարդիկ ավելի շատ լսեն, ինչ որ սխալ պատկերացում էլ sense ձևավորվի, աղմուկը շատ է ու այս ամեն ինչի մեջից ֆիլտրել ու գտնել այն ինֆորմացիան, որը իրականում ճիշտ է, բավականին դժվար է, հատկապես այն մարդու համար, որ այս ոլորտում փորձ չունի, միգուցե չի էլ ուզում փորձի, չի էլ ուզում խորանա, այս մարդը ընդհանրապես ուզում է մարզվի, առողջ լինի։ Բայց իմ փորձով ես կարող եմ ասել, մինչև անձամբ չես խորանում, հասկանաս ինչի համար է, ոնց անես, որ ճիշտ լինի, մեկը լրիվ էֆեկտիվ ու արդյունավետ չի լինում։ Նայ, բայց շատ ժամանակ դու այդքան ժամանակը չունես եւ չպետք է ունենաս։ Դու այնքան ես անձամբ խորանում, որ դառնում ես մարզիչ։ Մարզիչի չափ գիտելիքներ ունես։ Հիմա դա նման է, ոնց որ ես օրինակի համար գիտեմ դու նաև ծրագրավորման ես զբաղվում, հա, data science-ով, ես ուզենամ ինչ-որ сайт սարքեմ եւ ասեմ Հայկո ջան, ու ես խորանամ, չգիտեմ, այդ ծրագրավորման լեզուների մեջ, միջև ես չպիտի տիրապետեմ, չեմ էլ կարող։ Չեմ համաձայնվի քո հետ, որովհետեւ այն հարցը, ինչ որ իմ data science-ն է լուծում ու այն հարցը, ինչ որ fitness-ն է լուծում, առողջ ապրելակերպն է լուծում, նույնը չեն։ Դու կարաս առողջության հետ կապված։ Այո։ Չէ, ես նկատի ունեի տեխնիկապես, այսինքն դու մասնագետ ես, լավ մասնագետ ես, ես դիմում եմ քեզ եւ ես վստահում եմ։ Ես գիտեմ քո աշխատանքները ու ես վստահ եմ, դու գիտես դա ոնց անես։ Ստեղ քո ասածը ավելի գալիս ենք այն մտքին, որ միևնույնն է պետքա կասկածամտորեն մոտենալ մասնագետներին եւ ինքներդ, օքեյ, բա այն մարդը որ ենթադրենք այդ ուղեղի հնարավորություն, այդ բազան չունի։ Ինքը ոնց ստանա այդ գիտելիքները, այդ գիտելիքները ինչ որ բազա է, այսինքն կրթվի 5 տարի։ Այդ ինչ աստիճանի կրթություն պետքա ստանա խորանա, կամ ինքը պետքա 5 տարի ոչ մի բան չանի, միայն ուսումնասիրի, չէ, ինքը պետքա ընտրի ճիշտ մասնագետ։ Եվ ես կուզեմ նշել, որ ճիշտ եւ լավ մասնագետները, երբ որ դուք տեսնում եք ինչ-որ մեկը խուճուճ բաներ է խոսում, հիմա այնքան խուճուճ բաներ կարամ խոսամ, գիտեք, ինչ-որ հորմոնների անուններ տամ, ինչ-որ կապերի անուններ տամ, ուղեղի բջիջների sense ինչ-որ, բայց որ մասնագետը լսում ասում է, «Համարդ, այդ ուղեղի բջիջը է, նրա հետ ինչ կապ ուներ вообще», ասում է, «Ոտի եղունգի հետ ինչ-որ շատ է, որ լատիներեն անվանումներ են օգտագործում բան»։ Ուզեմ ասեմ, ինչ-որ sense խուճուճ բաներ, որ խոսում են լատիներեն անվանումներով, դա դեռ փաստ չի, որ մարդիկ ճիշտ բան են խոսում։ Դժվար է իհարկե գտնել ճիշտ մասնագետին, գիտես, էդ էլ ոնց ասեմ, այ ընտրեք ճիշտ մասնագետի, հիմա չգիտեմ ոնց խորհուրդ տամ։ Երևի պետք է նայել այդ մարդը ինչ ճանապարհ ունի անցած, ինչ իր աշակերտների արդյունքները։ Մի հետազոտության չափ պետք է ուսումնասիրի, որ լավ մասնագետ գտնի։ Այդ մասնագետին պետք է հետազոտություն անես, նաև ուսումնասիրես։ Եվ նաև ինձ թվում է հեղինակավոր մասնագետները նոր մասնագետի մասին ինչ կարծիքներ կտան։ Երևի այսինքն ուսանողը նոր ավարտել է, շատ լավ ուսանող է, շատ լավ գիտելիքներ ունի, բայց դեռ փորձ չունի։ Երևի ավելի մասնագետ այստեղ պետք է ավելի փորձառու երևի մասնագետին դիմես եւ հասկանաս արդյոք այս մարդը տիրապետում է։ Նու ես ավելի ինձ թվում է ավելի խոր մասնագիտական դասախոսական մոտեցում եմ փորձում ցուցաբերել, բայց վերջնական միտքը դա է, որ ընտրեք ճիշտ մասնագետին ճիշտ խորհուրդներին հետ, անգամ երբ որ դուք հետ է ճիշտ մասնագետը դա ոչ միայն գնացեք ճիշտ մարզասրահ ճիշտ մասնագետի մոտ, անգամ եթե ինչ-որ մեկի լեկցիա եք լսում, կամ ինչ-որ մեկի, չգիտեմ, ոդքասթ եք նայում, կամ ինչ-որ մեկի վիդեոն եք նայում, նայեք տեսեք ով է այդ մարդը։ Նա ուղղակի ինչ-որ լայֆ հակ անում follower հավաքելու համար, ինչ-որ լավ բան է ասում, ականջահաճո, որ repost անեք ձեր ընկերոջը ուղարկեք ուղղակի, որ repost-ները շատ լինեն, թե իրոք ինչ-որ գիտական հետազոտության հիման վրա եզրակացությունները եւ նաեւ կարող եք ստուգել այդ գիտական հետազոտությունը, արդյոք գոյություն նման գիտական հետազոտություն, օրինակ ասում են, այ ըստ գիտական այսինչ գիտնականների հետազոտությանը մկանային, չգիտեմ, մկանը երգլխանի մկանը ձեռքի վերականգնվում է 2 օր կամ 2.5 օր։ Այդ փորձեք տեսեք, կա արդյոք դրա գիտական հիմնավորումը, թե ուղղակի մարդը նշում, որտեվ հիմա նաև այդպես
տրենդային է դարձել, տենց երբ որ դու ինչ-որ մի բան ուզում ես հաստատես, ուղղակի հղում ես անում ըստ գիտնականների ու մարդկանց տես թվում է ըստ գիտնականների։ Okay, ստե մյուս հարցն է, ըստ այդ որ գիտնականների, որ հետազոտությունն է։ Շատ կարևոր է թե հետազոտությունը ում կողմից է ֆինանսավորվել, որտեղ շատ դա արդեն տեղի երկրորդ հարցն է, այո։ Բայց այստեղ մի հատ ուրիշ բան է։ Այդ հրեայկաներից, այդ հրեաների այդ որ ասում է, նու տենց ինչ-որ կլասիկ բան է, էլի, որ ասում է, երկու գումարած երկու ինչ անում, ասում մենք ենք տալիս, թե մեզ են տալիս, եւ ասում մենք ենք պարտք, թե մեզ են պարտք։ Հիմա ստեղ է, թե նայած ում կողմից։ Ամեն արգումենտ հիմնավորող բազմաթիվ գիտական հետազոտություններ կարելի է բերել, բայց հիմա հնարավորությունները մի քիչ շատ են շատացել ու ես էլ շատ գիտեմ դեպքեր, երբ որ արհեստական բանականության հետ են մարդիկ շփվում, այս իմ համար շատ ավելի լավ է, քան գտնել ոչ պրոֆեսիոնալ ինչ-որ մեկին իրենից կարծիք հարցնել, բայց երբ որ դու ինքդ ես մի քիչ ավելի շատ research անում, թեկուզ արհեստական բանականությամբ, ChatGPT-ով, հա, կամ մնացած մոդելներով, գրես հարցնես, որ վարժությունն անես, հիմա նույնիսկ կան մոդելներ, որոնք կարողանում են դու նկարես վարժությունը ոնց ես անում, իրենք քեզ ուղեն, սարքում են այսպես ասած իրենց համար անհատական մարզիչներ ու այդ սարքածի հետ արդեն շփվելով սկսում են մարզվել։ Այս մի քիչ իմ կարծիքով ավելի նախընտրելի տարբերակ է, քան ավելի վատ մարզվելը, բայց սրա բացասական կողմն եմ ուզում նշել, որ ու առհասարակ մենակ այս մի հարցում չի, մարդիկ մի տեսակ կտրվել են սոցիումից ու օրինակ ես էլ հիմա կարող եմ տանը պարապել, կարող եմ վազել դրսում, բայց ինձ համար մարզասրահ գնալը մի ուրիշ կարևորություն ունի, որտեվ ես մարզասրահ չեմ գնում ուղղակի մենակ մարզվելու համար, չեմ գնում ուղղակի իմ առողջությունը այսպես ասած պահպանելու համար, ես մարզասրահ գնում եմ նաև իմ հոգեկան առողջությունը պահպանելու համար, սոցիումի մաս զգալու համար, որովհետև մարզասրահում հավաքվում են մարդիկ, ովքեր ինչ-որ չափով մտածում են իմ նման, համայնքը, հա, այսպես ասած ձևավորվում, գնում ենք, շփվում ենք իրար հետ, չենք էլ պայմանավորվում երբեք, ուղղակի շաբաթվա այդ նույն օրերին, նույն ժամերին լինում են նույն մարդիկ, ում անունները նույնիսկ կարողա չիմանանք, բայց ամեն անգամ այդ մարդկանց տեսնել, այդ ընդհանուր ձևավորված համայնքը տեսնելը, մի ուրիշ ձև մոտիվացիա է իմ կարծիքով տալիս, որը ոչ մի ուրիշ տարբերակով հնարավոր չի ստանալ։ Ես քո այդ ամբողջովին համամիտ եմ, ես կարող եմ սենց ուղիղ կարճ ձևակերպել այս ամեն ինչը ասել եւ մի փոքր կբացեմ։ Իմ այս վերջին 20 տարվա իմ ընկերները մեծ մասը իմ ջիմի ընկերներն են ու երևի թե մեծ մասը իմ աշակերտներն են։ Եվ ասեմ երևի սենց հակառակը իմ աշակերտների մեծ մասը արդեն նո բոլորը հենց ընկերներ չեն, բայց մեծ մասի հետ ընկերական հարաբերություններ է, իրական ընկերական հարաբերություններ։ Ուզում ասեմ, այդ ամեն ինչ արդեն պրակտիկայի մեջ եւ հենց դա է պատճառը, որ ես մնացել եմ այս աշխատանքի մեջ, որ ես սիրում եմ այս աշխատանքը, որ ես սիրում եմ սպորտը, սիրում եմ ֆիզիկական կուլտուրան։ Կուզեմ ավելացնեմ, որ մենք այդ մեր ընկերներով այդ նույնպես նույն ձև մտածում ենք եւ նաեւ փորձել ենք ստեղծել մի շարժում ասեմ թե պրոյեկտ, որը կոչվում է Տոր Քանգեր, որտեղ որ մենք միավորում ենք հասարակական հիմունքներով, որտեղ որ մենք միավորում ենք այդ առողջ մտածող հասարակությանը, առողջ մտածող, առողջ ապրելակերպի շուրջ համախմբված, առողջ lifestyle-ի շուրջ եւ կատարում ենք մարզումներ տարբեր location-ով ու շարժումը եւ ուղղությունը ինչով է ինքը սենց ին կարծիքով աննախադեպ այստեղ մենք սենց ինչ որ սպորտ party է ինքը դառնում ես սենց ուզեմ նաեւ սրանում միտքը ինչումն է եղել հա սենց իմ ու իմ ընկերների Լևոննա Արմաննա մտածել ենք որ մենք տենց շատ խմող չենք ծխող չենք բան բայց ուզում ենք ցույց տանք հասարակությանը որ այդ առանց այդ ամենի մենք կարող ենք առողջ ապրելակերպով, առողջ ապրելակերպի միջոցով այդ նույն մուդը, այդ նույն, որ մենք խոսում ենք դոֆամինի մասին, մենք խոսում ենք, չգիտեմ, երջանկության հորմոնների մասին, բավականություն ստանալու մասին, որ մենք կարող ենք այս նույնը ստանալ առանց խմելու, առանց ինչ որ, չգիտեմ, թմրամիջոց օգտագործելու, որը որ երբեք չենք ել օգտագործել։ Մի խոսքով, քանի որ մենք, ինչպես դու նշեցիր, որ sense մի հատ ինքը թույն այդ community-ն է ջիմի ընկերությունը, sense փորձել ենք նաև ավելի ընդլայնել եւ ավելի սարքել հասանելի բոլորի համար, օրինակ պրեմիում ակումբներում բոլորին հասանելի չի մարզումը։ Բայց այստեղ ասենք բոլորին հասանելի ենք, փորձում ենք մենք բոլորին հասանելի սարքենք անվճար, ուղղակի մարդկանց ցանկությունն է պետք, ուրիշ ոչ մի բան։
Հա, որ համախմբվի համ սպորտը, համ սոցիալական իվենթ ինքը դառնա։ Այո։ Բայց դու որպես մարդ, ով շատ է շփվում մարդկանց հետ գործի բերումով, նկատել ես այդ տենդենսը, որ մարդիկ մի տեսակ սկսել են ավելի շատ մենակության զգտել։ Ես նկատել եմ այն տենդենսը, որ մարդիկ իրենց ավելի լավ են կարողանում ռեալիզացնել սոցիալական ցանցերում։ Սոցիալական ցանցերում իրենք ստեղծում են իրենց երազած, ավելի հեշտ է ստեղծել իրենց երազած կերպարը, թե նկարներով կլինի, թե ոնց կլինի։ Եթե չհամապատասխանեց, գիտես, մի բան սխալ ստացվեց, չհամապատասխանեց, կարողանում են ջնջել։ Նորից սկսել, կարողանում են պրոֆիլը ջնջել, մի նոր պրոֆիլ բացել։ Այսինքն այստեղ իրենք ավելի հեշտ են կարողանում իրենց ռեալիզացնել, իրենց էգոն կարողանում են ավելի հեշտ ռեալիզացնել սոցիալական ցանցերում, եւ դրա համար ավելի շատ ժամանակ անցկացնում են սոցիալական ցանցերում, անցկացնում են ինտերնետում։ Եվ դա ամբողջովին մենակության ձգտել չի իմ կարծիքով։ Իրանք մենակ չեն այնտեղ, իրենք սպասում են մեսեջներին ընտեղից, սպասում են իրենց հետևորդների կոմենտներին, նայում են տեսնում քանի լայք է ստացել այս նկարը, այդ լայքը տենց կոմպլիմենտի պես սպանամ, եթե միգուցե կյանքում ոչ մեկ չէր անելու այդ կոմպլիմենտը կամ ոչ թե ոչ մեկ չէր անում, մի հոգի էր անելու կամ շատ դժվար էր ստանալ այդ կոմպլիմենտը։ Եվ այստեղ շատ ավելի հեշտ է մարդուն ռեալիզացնել իրեն։ Իսկ մարդկանց էլ ձեռ է տալիս այդ սոցիալական եւ ցանցերի ստեղծողներին եւ ընդհանրապես գովազ տեղադրողներին, ինքը ասում է ստեղ ես ապրում, շատ լավ է, մտի։ Ինձ փող են վճարում, ես գովազ եմ դնելու, հենց քո նկարի վրա եմ գովազ դնելու։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ նաեւ աշխատանք է տարվում, որ մարդիկ ավելի շատ ժամանակ անցկացնեն սոցիալական ցանցերում, սոցիալական հարթակներում, բայց դա միայնակության ձգտել չի։ Ինձ թվում է դա հակառակը։ Առօրյա կյանքում մարդը ավելի միայնակ է իրան զգում, գնում այնտեղ եւ այդտեղ այդ վիրտուալ ընկերներն են, միգուցե ոչ վիրտուալ ընկերներն են, բայց այն ընկերներն են, ում հետ ինքը վիրտուալ է շփվում, այն մարդիկ են, ում ինքը դեռ չի էլ տեսել, բայց շփվում է իրանց հետ։ Մարդ կարա երկու տարբեր մարդիկ լինեն, առօրյա կյանքում լինի մի ուրիշ մարդ, իսկ on-line կյանքում լինի մեկ ուրիշ մարդ։ Հա, դրա համար մեկ այդ on-line քո իմացած մարդունում դու իմացել ես Instagram-ից կամ ինչ-որ տեղից իրական կյանքում ես հանդիպում ու չես էլ ճանաչում, որտեվ իրականում քո պատկերացումները այդ կերպարի մասին լրիվ ուրիշ էին, որտեվ ինքն էր առհասարակ լրիվ ուրիշ սոցիալական ցանցում ու առօրյա կյանքում։ Մարզումներից եկանք հասանք։ Դե իրար հետ կապ ունեցող իրականում մարզումները ոչ միայն մարզումներ է։ Մենք ինչի հասանք ստեղ, որովհետև խոսեցինք մարզասրահի մասին, մարզասրահի հաճելի շփումների մասին խոսեցինք։ Գիտես, մարզասրահը մի տեղ է, որտեղ որ մարդիկ գալիս են լավ տրամադրվածությամբ, գալիս են իրենց առողջությունը բարելավելու, գալիս են լիցքաթափվելու։ Ու նաև ինձ թվում է լավ տրամադրված են գալիս, նա այն տեղն է, որտեղ գալիս են ինքնակամ։ Եթե ինչ որ աշխատանքի վայրում կարող է կոնֆլիկտ ունենաք որևէ աշխատակցի հետ, որտեղ ինքը օրինակ չէր ուզում այսօր գար աշխատանքի ինչ որ խնդիրներ ունի, բայց ինքը եկել է, այս մյուսն էլ չէր ուզում իրար հետ կոնֆլիկտ ունենաք, երկուսն էլ լավ մարդ լինեն, բայց ինչ որ չի ստացվել զրույցը, ինչ որ աշխատանքի բնույթով, ստեղ տես թեմա չկա։ Ստեղ ինքը եթե տրամադրություն չունեցավ, միգուցե չի էլ գալու։ Այսինքն բոլորը լավ տրամադրված են գալիս, նա մի տեղ է, որտեղ բոլորը լավ տրամադրված են գալիս եւ գալիս են մի գաղափարի շուրջ համախմբված պլյուս մինուսով։ Ու իրար հետ շփվում են առողջ։ Մարզվենք առողջ տարբեր համակցություններով, խառնենք տարբեր մարզաձևեր ու հետաքրքրությունը հենց նրա մեջ է, որ հնարավոր է անընդհատ փոփոխել ու գտնել այն, ինչը այդ պահին մեզ իրոք հաճույք կպատճառի ու նաև կունենանք լավ արդյունք։